այսպես ասած զարդարենք Քրիստոսով։ Մի հատ երեք մի ծրագրի մեջ հարց կար, թե ոնց անենք, որ կարողանանք սատանայի դեմ պայքարենք, ինչ աղոտ կանենք, որ պայքարենք։ Եվ ճիշտ ասած սուրպրայզ արեցի, իրան ասեցի աղոտքով չի, որ սատանայի դեմ կարաս պայքարես, այլ ուրիշ տարբերակներ եկա։ Երկու տարբեր բաներ եմ ձեզ այսօր ներկայացնելու, Աստծո ժողովուրդ, մեկը ճիշտ ապաշխարության ձևը, ոնց ընդունենք Հիսուսին, շատ կարևոր է։ Իր սիմպտոմները, պտուղները, ես չգիտեմ, ոնց կարաս իմանաս, որ այդ մարդը Հիսուսին գտել է իր կյանքի մեջ։ Եվ երկրորդ տարբերակը, որ դրա հետ կից ուզում եմ եւ խոսամ աղոթքի մասին, բայց առաջինը կուզեմ մի հատ աղոթքի մասին խոսանք, հետո կանցնենք ուրեմն ասենք այդ Հիսուսին ընդունելու տարբերակներից մեկը։ Բայց եկեք սկզբից սկսենք Աստվածաշնչից, Աստծո ժողովուրդ, որովհետև ինձ թվում է, այստեղ մարդիկ կան, որոնք որ լավ գիտություն ունեն ու կուզեմ այն ինչ որ ես այսօր տալու եմ, մի տեսակ իրանց համար մութ տեղից չմնա, ասենք չասեն, այս գիտությունը գաղափարը որտեղից է ստացել, այս ինֆորմացիան ոնց ես վերցրել։ Կոնկրետ ես որ աղոթք եմ անում, ամեն օր աղոթք եմ անում, ամեն օր ես Աստծո հետ ուխտի մեջ ենք մտել, ինձ Աստված հանձնարարություն ա տվել, որ աղոթք անեմ կոնկրետ պրեզիդենտ Թրամփի համար։ Եվ ամենակարևոր բաներից մեկը նա է, որ ինքը քրիստոնյաներին եւ հոգևոր աշխարհին մեծ տեղ ա տալիս, դա շատ կարևոր է, պետք է հասկանանք, Պողոսն ասում է աղոթք արեք ձեր առաջնորդների համար, որպեսզի մենք կարողանանք հանգիստ մարդկանց Քրիստոսին բերենք։ Իմ համար դա շատ կարևոր է։ Hopefully մեկը կա, որ ասենք եկեղեցուն տեղ ա տալիս, որտեվ հիմա այսօր որ նայեք հանցանքը շատ է, բայց ով է ուղում։ Եկեղեցին, կանչում ենք, իրանց սովորացնում ենք, մի արա չի կարելի գողություն ցենկոմ ուրիշ կյանք կա, մարդ կարա առանց խաբելու գողության էլ ապրի։ Կարա թե չի կարա։ Դե հարի մեր հայրին դա սովորացա, որ դա ճիշտ է, դա ճիշտ է, չի իլում։ Մեր հայրը եթե չեն գողանում, ուրեմն դա ճիշտ չի։ Դի գողանա։ Ես մեկի հետ մի անգամ խոսում էի, ասացի, գիտես չես կարա գողանաս, ասաց, բայց ես չեմ գողանում, ես բանկերից եմ գողանում, ասեմ, գողությունը գողություն է, ինչ տարբերություն։ Չէ, ասում եմ, ես մարդուց չեմ գողանում, բանկերից եմ գողանում։ Չկարեցա հասկացնել, որ բանկից էլ գողանալն էլ է գողություն։ Չեղավ, հայր, չստացվեց։ Anyway, ուզում ասեմ, որ եկեղեցին շատ կարևոր է։ Երբ որ աղոթք եմ անում, միևնույն ժամանակ, ասենք Աստվածաշնչից էլ եմ Աստծուն հարցեր տալիս, կոնկրետ բաներ, որ ինձ համար շատ հետաքրքիր է։ Այ օրինակ հիմա հարց համար 1։ Այս բոլոր էմփայերները, որ եկան, օրինակի համար ասենք բաբելոնացիք եկան, Պարսկաստանն եկավ, հուներն եկան, ռոմեացիները եկան, սրանք որտեղից այտենց ուժ թափ առան ու տենց աշխարհը գրավեցին։ Ով է իրանց իրավունք տվեց կամ ինչի համար Աստված թույլ տվեց։ Ասենք ձեր մտքով չի անցնում, որ սրանք որ եկան, եկա էմփայերներ էին, ռոմեական կայսրություն, ասենք հուները, հելենիստիկ culture-ը եւ ամեն մի էմփայեր, որ եկավ, իր վատ ու լավ կողմերն ուներ։ Մինչև այսօր մենք հույների իրանց այդ փիլիսոփաների բաներն ենք սովորում, մինչև հիմա իրանցից օգտվում ենք։ Այնպես չի, որ մենակ վնաս տվեցին, օգուտ է տվեցին, բայց հարց համար 1։ Այնպես չէր, որ իրանք եկան, լավ բաներ մեզ տվեցին։ Օրինակ հույների ժամանակ իրանց այդ մետալոջին ամենաուժեղն էր, սովորացնում են ոնց Զուսին հետևեն, ոնց ասենք իրանց խաղերը խաղան, բոլորը իրանց բանն էին դրել, հազարավոր տարիներ օրինակի համար Աստվածաշունչը գրվել է 3 լեզուներով, չէ՞։ Գրվել է հունարեն, եբրայերեն եւ թարգմանվել է, եւ արամերեն։ Հեշտ մտքովը չի անցնում, ինչի է Աստվածաշունչը այս 3 լեզվով գրվել։ Որ դարեր ժամանակ մի empire եկել է, իր լեզուն է dominate արել, այնի գնացել է այն մյուսն է եկել։ Երբ որ Մովսեսը գրեց Աստվածաշունչը, իրանց լեզվով գրեցին, մի հատ արամ գրուպ կար, իրանց անուններ դրել են վայկիկ։ Սրանք թագավորություն չունեին, բայց իրանց մայր լեզուն արամերենն էր։ Իրանք սաղ այդ տարածքը վերցրել էին ու մարդկանց ստիպում են, որ իրանց լեզուն խոսային։ Ստիպված սաղ սկսեցին արամերեն խոսելը, Աստվածաշունչը մի
պահ արամերեն սկսվեց գրվելը, որ ժողովուրդը հասկանան։ Դրանց հետո ով եկավ, հույներն եկան, այդ արամերեն լեզուն թափեցին դուրս, իրանց լեզուն բրթեցին առաջ։ Հիմա ում լեզուն է, անգլերենը, իսկ դա որտեղ է գրած, հայտնության մեջ ասում է, այդ գազանը առույցի բերան ուներ։ Այսինքն բոլոր ազգերը պետք է ստիպեն, որ անգլերեն խոսան։ Եվ այսօր բոլոր ազգերը որտեղ որ գնաս, դաժե կիրովական անգլերեն են խոսում։ Եթե դու Կուրթան գյուղը գիտեք, ընդեղել են անգլերեն խոսում։ Սաղ տեղերը անգլերեն, բայց այդ որտեղից եկավ, որովհետև Աստված predict է դարել։ Լավ, հիմա հարցը էսի է, այսքան բանը ձեզ ասեցի։ Հիմա խնդիրը էսի է, սրանք որ եկան, ինչի Աստված թույլ տվեց։ Չէ՞, մարդիկ ասում են, Աստված որ ամենակարող է, ինչա վատ բաներ թույլ տալիս։ Դե դրա հարցի պատասխանը Աստվածաշնչում է գրած։ Կուզեմ մի հատ հետարքիր բան ձեզ պատմեմ։ Մի հատ ուրեմն համար կկարդանք իրար հետ, դա կլինի առաջի Chronicle 29-23 համարը։ Եկեք մի հատ համար նայենք իրար հետ, որպեսզի մի քիչ ավելի հետարքիր լինի։ Այս համարը ես հիմա ձեզ կբացատրեմ։ So, 1 Chronicle 29-23 first we're going to read Armenian and then we're going to go English if you don't mind. Can I have that anybody? Please. Մենակ չասեք չի աշխատում։ Jordan, any news? I use the other computer. We have two computers. Come on. All right, Anna ջան, կարդա։ Սողոմոնը Տիրոջ գահի վրա նստեց, որպես թագավոր, իր հոր Դավիթի փոխարեն։ Նա հաջողություն ունեցավ, եւ ամբողջ Իսրայելը հնազանդվում էր նրան։ Alright, հիմա ուզում եմ շատ եք տեսեք այստեղ ինչ նրբություն կա։ Ասում է Սողոմոնը նստեց Աստծո գահի վրա։ Աստծո գահի վրա, ոչ թե Դավիթի գահի վրա։ Then Solomon sat on the throne of the Lord. Այդ գահը Աստու գահն էր։ Հիմա դու իսկ ասես ոնց։ Հիմա կասեմ ոնց։ So, երբ որ Աստված Իսրայել ազգին ստեղծեց Աստծո ժողովուրդ, դե կոնկրետ մի փոքր պատմություն իրանց մասին պատմեմ, որ դուք հայերդ մի քիչ հասկանաք։ Հայերը գիտեն առաջի քրիստոնյաներ իրանք են։ Պետականորեն, բայց originally չէ։ Մենք 301 թվին ենք Հիսուսին ընդունել, մինչև 301 թիվը քրիստոնյաներ կային։ So կուզեմ ես իմանաք։ Եվ Հիսուսը ինքը ծնվել է Իսրայելում։ Համաձայն չեք հետս։ Դա կարա Google-ին հարցնեք։ AI-ին հարցնեք։ I don't know, ask anybody you want. Հիսուսը originally ինքը ջհուդ էր։ Իր մերն ու հերն էլ ջհուդ էին։ Okay, որտեղից է Իսրայելը առաջացել։ Աբրահամից։ Աբրահամը հեթանոս էր։ Մեր նման։ Ուր քաղաքից։ Աստված իրան կանչեց։ Իրանից ծնվեց Իսակը, Հակոբը գնաց Եգիպտոս, 430 տարի ապրեց այնտեղ, ազգը ծնվեց։ Մի ժամանակ Իսրայելի որդիներ են ասում, հետո Իսրայելի ազգ դառավ։ Հետո դուրս եկան իրանք Եգիպտոսից, գնացին Քանանի երկիրը, ապրեցին, դա Նոյի տղու տարածքն էր։ Դրանց հետո իրանք ունեցան թագավորություն, այդ ամեն ինչը արել է Աստված մի մարդու պատճառով։ Իր անունը Աբրահամ է։ So Աբրահամը հենց կոնկրետ ինքը հեթանոս էր։ Եվ առաջի քրիստոնյան եղել է Աբրահամը։ Դուք ասես ոնց, որովհետև Աստված իրան է հայտնել իր ճանապարհները։ Ասում է Աբրահամը տեսավ իմ օրը եւ ուրախացավ։ Աստված իրան ցույց տվե։ So Աստված երբ որ Իսրայելին այդ պետությունը ստեղծեց, ուզում էր իր ամբողջ ուժը տար մարդկանց, որպեսզի մարդիկ կարողանային ապրեն երկրի վրա հաջողակ։ So Դավիթը հաղթանակները տարավ, Սողոմոնը երբ որ եկավ իր տղան, Սողոմոնը փղի այս բաներից սարքեց մի հատ գեղեցիկ ուրեմն գահ եւ Աստված ասեց այդ գահը իմ գահն է։ Սողոմոն նստի այդ գահի վրա ու երբ որ նստես, ինչ որ ես մտածում եմ որպես Աստված, դու կանես երկրի վրա։
Ով այնց հասկանում։ Amen. Full power. Full power. Սողոմոնը այդ գահի վրա որ նստում էր, ինքը կարար ինչ ուզեր աներ, ոնց որ Աստված նստի, այդ Աստծո գահն էր։ Մատ պատկերացեք դուք եք այդտեղ նստում, բոլորը պետք է հանազանվեն։ Բայց Սողոմոնը մի հատ մեծ սխալ արեց։ Սողոմոնը օրենքը խախտեց, ամուսնացավ լիքը կանանց հետ, 1000 հատ կին ուներ, որ այդ 1000 կնոջից 3 թե 4 հատ երեխա ուներ։ Ես չգիտեմ այդ ինչով էր զբաղված, բայց 3 հատ երեխա 1000 կնից մի քիչ ուղիղ չի տանում։ 3 հատ երեխա 1000 հատ կնոջից։ It's fascinating։ Հա, համաձայն չեք հետս։ Մեր հայրը մի 100 տարի մի կնոջից 12 հատ երեխա ունեին։ Այնպես չէ որ այն վաղ հերոստացություն հերախոս կար որ Սողոմոնը բիզեր գեմ էր խաղում։ Ախպեր դու ինչ էիր անում։ Գոնե մի 20 հատ 30 հատ Դավիթ 20 հատ երեխա ունի։ Չարլի Չապլինը լսել եմ 120 հատ երեխա ունի։ Չարլի Չապլինը գիտեք։ Հա։ Իրա փելվիկը ծուրն էր, պետք է դզվեր։ Այս պատմությունը անիմաց չեմ պատմում, ուզում եմ տեսնեք, թե Աստվածաշունչը ինչքան խորն է։ Okay? So, երբ որ Սողոմոնը իմ ամուսնացավ ուրիշ կանանց հետ, եկեք նայենք երկրորդ օրինաց 17:17, Deuteronomy 17:17, please, it says, do not marry with multiple wives. Կանա դուք այն ժամանակ էլ իրավունք չունեն շատ կանանց հետ ամուսնանային։ Ադամը մի հատ կին ունեցել։ Նոյը մի հատ կին ունեցել։ Աբրահամը փչացրեց, երեխա չունենալու պատճառով գնաց Հագարի հետ ու տենց մեծ խնդիրների մեջ ընկան մինչև այսօր։ Այդ Աբրահամի արած հիմարության պատճառով բոլորը որոշեցին մի քանի կին ունենան, բայց Հիսուսը որ եկավ ասեց, հոպ, այդ ինչ որ իրան կարել են սխալ են արել։ Ես ձեզ սկզբից էլ ասեցի, մի հատ կին, մի հատ ամուսին, ասեք ամեն։ Մատ հետարքիր բան եմ ուզում սրա վրա ասեմ ինչև կարդալը։ Լավ, արի կարդանք մի հատ, հա, կարդանք։ Ասում են neither shall he go ahead. Նաև իր կանանց չշատացնի։ Նաև կանանց ասում են շատ կին չեք կարա ունենանք։ Այսինքն մի հատ կարաս ունենաս։ Եվ տղաներ ամուսնացած կանանց հետ դիլանելը շատ դժվար է։ You guys have to be very careful. Մի քիչ զգուշ եղաք, կանայք փակվում են ու էլ չեն խոսում։ Ես միջև իմ կնգաս այդ լեզու եմ գտնում, պարավում եմ, մի 100 անգամ մեծացել, փոքրացել եմ։ Դժվար է։ It's not easy։ Ասեք ամեն։ Բոլոր տղամարդիկ ասեն ամեն, կանեք պետք չի։ Ոչ ոք ձեն չի անում։ Obviously. Մի հատ բան է նայում ես երկորը, այս նկարողն ասում է ձեր կինը ձեզ իշխում է, ասում է հա, ասում է չի ասացիր հա, ասա չէ, ասում է չէ։ Ձեր կինը ձեզ իշխում է, ասում է ինչի ասացիր հա, հա, տենում ես։ Օրինակ ես իմ կնոջ մոտ շատ զգուշ եմ խոսում, ամենա ոչ մի բան։ Ամեն ինչ պետք է լինի ուղիղ, գրագետ։ Ես ասում եմ Ռիտա ջան, որ գնանք դրախտ, այդ ոնց ես ուղղելու, սաղս ընդ լավն ենք, ուղիղ, կատարյալ, սուրբ, ինչ ես անելու։ Հա ուղում ես ինձ։ Գնում եմ տուն, ասում եմ, օքեյ, այս բառը սենց ասիր, ասում եմ լավ արեցի, դու արի քարոզի, տենամ դու ոնց ես ասելու։ Երևի գիտես քանի օքեն եք, այստեղ կանելու սառել են։ Գիտեք ինչքան դժվար է քարոզելը, տենց հեշտ չէ։ It's not easy. Yeah. So մի քանի կանայք ինքը իրավունք չուներ ունենար։ So երբ որ Սողոմոնը ամուսնացավ այս շատ կանանց հետ, ինքը երբ որ մահացավ, դե պետք է մի բան հասկանաք, ուզում եմ սա ասեմ, որ ուզում եի ասեի սկզբից, մի հատ կներեք, բայց մի հատ բան եմ ուզում, շատ այդ կարող չսիրեք, բայց it's okay։
So քանի որ մարդը, էսի թեմայից դուրս բան եմ ասում, կնոջ ու ամուսնուց մասնա խոսքը գնում, ինչի է լավ որ մի հոգու հետ ամուսնանալ, մի հոգու հետ եղնել, մի հոգու հետ, թեպե տեղաշորնել by the way, մի հոգու հետ ամուսնանալ։ Երբ որ մարդը ծնվում է, մեղավոր է ծնվում։ Համաձայն չեք։ Դուք գիտեք, կարակ ձեզ ստուգեք։ So այդ մարդը իր հետ ունի անեծքներ։ Մա տարբեր տեսակի անեծքներ կա։ Հազար ու մի տեսակ, բոլոր տել ունեք, ես էլ ունեմ, նես չի, ես ինձ չեմ հանում էջտեղից։ Այդ տղեն էլ, որ ծնվում է, ինքն էլ ունի անեծքներ։ Եկեք մի քանի բան ասեմ ձեզ, օրինակ cancer, Parkinson's disease, աղքատություն։ Այն օրը ասեցի, չէ, հարուստներն չեն հարուստների հետ ամուսնանում, որովհետև եթե դու ամուսնանաս լավ տղու հետ, ու տղեն աղքատ լինի, քեզ աղքատացնելու է։ Տենց է ձևը։ Մի անգամից աղքատանալու ես։ Որտեվ այդ տղեն սաղ քո ռեսուրսներն է օգտագործելու։ Ու մի օր դու ունենալուց նասկի չունեցես հագնել։ Հա լավ տղա է, լավ աղբեր է, ազիս տղա է, բայց փող չունի։ Անիծված է։ Չի կարում գործ ճարի։ Սաղ օրը գործը դուս են անում։ Անեցք ունի վրան։ Դու տենում ես, որ ինքը աշխատող տղա է։ Հա բայց դու էլ նես տնից ես եկել, որ մամատ ինչ ուզել քո մար առել է։ Հիմա քո մարդը չի կարում քեզ տա, չի առնում, չի չունեմ ասում։ Նույնը կինը։ Տարբերություն չկա, ասում լավ կինը իր ամուսնուն միլիոնատեր է սարքում։ Ինչի որովհետև մարդը միլիարդատեր էր, սարքելա միլիոնատեր։ Դավոն research անում, տենա ճիշտ եմ ասում։ Hey, is that true? Ինչ է ուզում ասեի։ Հիմա անցնենք իմ թեմայից, right? So երբ որ սրանք երկուսը միանում են իրար, այդ անեծքներն էլ մրջեղնում։ Իմ անեծքն ու Ռիտայի անեծքը մրջալում իրար։ Դրա համար մենք մեր ապրած կյանքի մեջ միշտ խնդիրներ ունենք։ Այն բաները, որ դու մտածում ես կյանքում չես ունենա, սկսում ես ունենալը։ Ինչի որովհետև Ռիտայից է գալի։ Ռիտան էլ հակառակը, այն բաները, որ ինքն է սկսում ապրելը, ասում եմ, տես մեր ընտանիքի մեջ սես բաներ չկար։ Էս ի՞նչ եմ ես քաշում։ Անեծքներն են։ Ով այնց հասկանում ասի ամեն։ Դե պատկերացնում ես մի 20 հոգու հետ եղնես, այդ սաղի անեծները գալու ա վրեդ։ Brother, forget it. Anna like, oh my God. Դրա համար այսօրվա սերունդը դիպրեստ է։ Սունս տեղաշոր մտար, Աստծո խոսքի մեջ ասում է դուք մի մարմին եք դառնում։ Ինչ նրա մեջ զիբիլ կա, քո մեջ է գալի, նրա զիբիլներն են նրա մեջ հայթում։ Ու պրծար։ Դե արի, սկի մի հոգու հարցը չես կարող, 20-30։ Այսօր քիչ են ամուսնանում մեր ջահելները։ Ինչի ամուսնանան, աղջիկներն էլ են դել, լիքը տղեկն էլ գնում են իրանց, մի րոպե, բա դևերը։ Բայց անեծքները ո՞նց ես այդ հարցը լուծելու։ It's very important to understand that. Մենք մեղավոր էություն ունենք ու անեծքներ ունենք, որ պետք է հարցը լուծենք, Աստծո ժողովուրդ։ So եթե դու ամուսնանաս մի հոգու հետ, էլի կռիվը կա, պատերազմը կա, չարչարանքը կա, բայց գոնե գիտես մի հատ է։ Ոչ թե մի հատ անծանոթ մեկնա, որ խաբար չես իշ դևեր ունի, ու կյանքիդ մեջ սկսում են իրանք բացի այն որ կինը տա կամ ամուսնա ուրիշներն են։ Դե արի տակից դուս արի, չեն կարում։ Դրա համար բաժանում են։ Բաժանումը այսօր եղել է համարյա 85% worldwide։ Էտա սաղ պատճառը։ Դու չգիտես քո տղետ ում հետ է, տղամարդը ում հետ է, կնիկը ում հետ է, գալիս են ու սկսում են կռվել։ Այդ որտեղից է գալ այդ բոլոր աղմուկները անեծքներից։ Հիմա դու կասես ես չեմ հավատում։ Ոչինչ, արի հովի վեղի կհավատաս։ Հենց սկսես մարդկանց հետ մենք արդեն 2015 թվից է դևեր ենք հանում մարդու մեջից։ Այնքան բան եմ տեսել, որ արդեն չգիտեմ մեկ-մեկ ոնց հարցին դիմենք։ Մենք հետ գանք մեր թեմային։ Աստվածաշնչի մասն է խոսքը գնում։ Ես սկսեցի Աբրահամից Իսրայելի ներկայացեցի, հիմա գալիս ենք մի քանի գաղտնիքներ ու կգնամ իմ քարոզես։ So երբ որ Սողոմոնը իր գահը, որ Աստծո գահն էր, կարդացինք, ինքը տվեց ուրիշներին, այդ գահի վրա ով նստեց, դարավ մեծ զորավոր էմփայրներ, բայց սխալ մարդու ձեռ ընկավ։ So հենց Նաբուքադնեզարը Բաբելոնի թագավորը առաջ օրը նստեց այդ գահին, որովհետև վերցրել են։
Իրան Աստված էր Աստծուց տվեց։ Ասես քեզանից ծնվելու են 5 մեծ զորավոր empire-ներ։ Ու տենց էլ եղավ։ Մինչև որ Հիսուս եկավ, can I have that Nebuchadnezzar dream? Do you have that still, Alonso? So people can have idea what I'm talking about. So it որ եղավ, այդ գահը տարիներ մնաց հեթանոսների ձեռը։ Իրանք եկան ու աշխարհը քանդեցին։ Բոլոր Աստծո այն լավագույն բաները, որ Աստված տվել էր մարդկությանը, ուրիշները վերցրեցին, այդ զորությունը օգտագործեցին, խնդրեմ, օգտագործու ահավոր մեծ խնդիրներ առաջացրեցին։ So ոսկին ինքն էր, silver-ը, արծաթը դա Պարսկաստանն է, bronze-ը դա հույներն են, ռոմեացիներն են, եւ գալիս է եկեղեցին եւ աշխարհը իրար հետ ձուլված։ Հիմա նորից նույն բանն են ուզում անեն։ 13-րդ դարաշրջանում եկեղեցին միացավ պետության հետ։ Կոնստանտինը ինքը առաջի մարդն էր, որ համաձայնվեց եկեղեցու հետ աշխատի։ Ամեն տարի բաներ են անում, հավաքույթներ են անում։ Կոնստանտինը այնտեղ էր։ Ինչ են անում։ Ուզում եք ձեզ ասեմ ինչ են անում։ Եթե դուք եկեղեցի չգայիք, օրենքով դա մեղք չէր, violation էր, պատիժ պետք է կրեիր։ Այն ժամանակ պատմես պետությունը քեզ ստիպում է, որ դու եկեղեցի գայիր, որովհետև եկեղեցին ու պետությունը միացել են իրար։ 17 թվին ֆրանսիացիք հոգ են ան։ Ասի չենք ուզում։ Եկեղեցին ուզում ենք բաժանվի։ 17 թվին մեծ խնդիրներ առաջացավ։ Ու դա մեր օգտի համար էր, որտեղ ամեն ինչ փչացնում էին։ Մարդիկ Աստծուն ասում են բուբու։ Ֆրանսիացիք զզվել էին հավատացյալներից, որտեղ հովիվները առիթ օգտվելով մարդկանց նեղացնում էին, պատժում էին։ Ինչի՞ չես եկեղեցի եկե։ Okay, տարեք բան ծեծեք իրան։ Բա տես կլի։ Իրանք են ստիպում, բա գնացեք կարդացեք։ Մանավանդ կաթոլիկ եկեղեցին, որ կաթոլիկ նշում է ընդհանրական մայր եկեղեցին, իրանք 12 համարյա 1200 տարի կոնտրոլ են արել եկեղեցին։ Մինչև Մարտին Լութերը ասեց, հոп, հերիքա, enough, էսի վատա։ Զզվան։ Մարդիկ հոգնան։ Հիմա նորից ուզում են էլի այդ համակարգը հետ բերեն։ Ոնց են բերելու, շատ հեշտ AI-ով։ AI-ը լուրջ եմ ձեզ ասում, ես մի տարի առաջ ինձ հարց տվեցին, ես կարա գնաք նայեք, ես Աստծուց հարցրել եմ AI-ի լավը վատը որն է, ասեց AI-ը ունենալու է մարդու շնչի պես capacity։ Մի հատ արաբ տղա կա Դուբայում, իրանք 40 տարի է AI վրա աշխատում են։ Ինքն ասում է մենք AI-ին տալիս ենք հնարավորություն, որ երեխու պես մեծանա։ Ասում է արդեն high school-ի հասակ ունի։ Երեք մեկը ցույց էր տալի ինձ, չգիտեմ, Հենրին էր, AI-ը ջղայնացել էր մարդկանց վրա, հարցակում էր մարդկանց վրա։ Ռոբոտը ո՞նց կարա ջղայնանա։ Ռոբոտը ո՞նց կարա նեղվի։ It's a robot։ Ինձ ասաց դևերը, ոնց որ մարդկանց շնչերն են վեկալում ու չար բաներ են անում, ռոբոտներն են վեկալելու ու մարդկանց նեղացնեն։ That's exactly what's going to happen. I predict it. It's coming to pass. Ես էսի ասել եմ մի տարի առաջ, որտեղ ինձ Հիսուս ասեց, AI-ը մի հատ համակարգ կարա մտնի մարդասպանության դեպքում այդ մարդուն հանի քեզ դնի տեղը exact ձևով քո ձենով ու քեզ տանեն նստեցնեն, դու չես կարող ապացուցել։ Ես տեսել եմ մարդը բասկետբոլ է խաղում, դու ես ընդ խաղում, տոշ նույն ձևով։ Այն օրը մեր քուրը ցույց տվեց, նկարի մոտ AI-ն ասել են թող Հիսուսը գա մեզ հագանի։ Հիսուսն եկավ, իրանց հագարեց, նկարվին։ Real, ոնց որ իսկական եղնի։ Like wow. Ես կարամ ասեմ պապուս դրախտից հանի ու ուզում եմ հետը նկարվեմ։ Այնքան է նկարն է իր ապետ։ Իսկական մարդու պես բերում է նկարիդ մեջ, վիդեո ասարկում կոմար։ Իրական վիդեոներ։ Ավելի իրական է, քան թե դուք որստե նստած եք։ That's scary. People, it's scary. Come on. Մի հատ աղջիկ հարց է տալի AI-ին, ասում է, ինձ ասա հա
Հետո ռոբոտն ասում է, ուզում ես քեզ ասեմ, հա, ասում է, չէ, never mind, ասում է, okay, հիմար չեմ ասի։ Ռոբոտն այդ աղջիկը, what? Ասում է, okay, հիմար, ապուշ տեղած մետաշար։ Արդեն իրանք high school-ի ուղեղ ունեն, թողել են ինքը իրանով տրեն անի։ Մարդ է սարքում։ Շունչը այտենց է։ Ուղղակի ասի կողքից մեր կոդ ռեկլամ անում ձեզ, որ զգուշ եղեք։ Այդ AI-ն այդքան մեկ վստահի։ Ես AI-ն հարց տվեցի չկարեցավ պատասխանի։ Արտուր թե բա կուզես իրան ասենք, ասի no way։ Թողը տենց էլ ապուշ մնա։ That's a philosophical question. Հա, բա ոնց, ինչ չգիտի philosophical է։ Դե գիտես ասա։ But they're getting smarter and stronger and powerful. Մատ գանգստեղ մատ շատ արագ։ Եկեղեցին վերջում, եթե ոտի տակը նայեք, եկեղեցին ու պետությունը պետք է միանան նորից իրար եւ մարդկանց պետք է քոնտրոլ անեն։ Այդտեղ են գնում Աստծո ժողովուրդ։ Իրանք AI կարա մտնի, քո account-ները ֆրիզանի, քո կոդը կոտրի։ Ես այդ տողում որ լսում եմ, ասում է մարդու IQ-ն ամենախելացու մինչև 160 է, AI-ը 1500 է։ That's a lot. That's crazy a lot. 1500 and it's going up. That's crazy. And then 160-150 էդի մեր մասին չի խոսում են, այնտեղ որ սկի չեն գել տենում։ Բադու է դուք իմացաք, որ Ամերիկան 369 տարեկան թոշակառու կա։ Փող են տալի այդ մարդուն, չգիտեմ, 4 դար ապրում է, հալալ է իրան, առանով 240-260 տարեկան ապրողներ կան, թոշակ են տալի։ There's a big fraud going on here. So, հիմա Աստծո ժողովուրդ։ Ասածս ինչ է, եթե ուզում եմ ուղղակի մի փոքր պատկերացնեք, Աստվածաշունչը ինչքան հետաքրքիր ձևով է բաներ մեզ սովորացնում։ Մի հատ ուրիշ տարբերակ էլ ձեզ ասեմ գահի մասին։ Խոսքը Զուսի մասին է գնում։ Զուսին գիտեք, չէ՞։ Zeus. Zeus-ը, Զուսը, it's the same name by the way. Իմ անունս հայերեն Արմեն է, Մեքսիկներն ասում են Armando, but it's the same name. Don't correct me, brother. Հայերեն ասում ենք Հարութ, անգլերեն ասում ենք Henry. Որ մեկն է ճիշտ։ I'm smart, brother. You know, they're trying to correct me. No, you can't. Հիմա որն է ճիշտը, վարունգը թե խիարը։ Խիարը պարսկերեն է, ու ճիշտ բառը, ու դու ինձ մի ասա սխալ ես ասում։ No, պարսկերեն եմ ասում։ Դու չես անգլերեն ասում, okay։ Դե ասա շատ լավ։ Ինչ ես ռուսերեն ասում, хорошо։ Հայերեն ասա։ Ոնց սովորել ես տենց էլ ասա։ Ես ուզում եմ վարունգին ասեմ խիար։ Ամոթ է, խի ամոթ։ Պարսկերեն բառը, որ գնաս Պարսկաստան, ինչ պիտի ասես, վարունգ տվեք։ Սուսամբարը դպտնդեղ դասա տալի արդեն դե registration անում մարդը։ Ասեմ հետո չասեք։ Zeus, let's talk about Zeus. Zeus, ով է ինքը։ Պատմությունը, երբ որ դուք սովորեք, կտեսնեք, որ ինքը հենց այն Էլն է, որ ուներ 12 հատ որդի։ Սա հեթանոսների աստվածն է։ Հետո տարիներ հետո, քանի որ իր ուժը կոտրվեց, ինքը դառավ Zeus, ձեր ասած ձևով։ Այս Zeus-ը որոշեց կենտրոն ունենա աշխարհի վրա։ Երկու հատ արծիվ վերցրեց, այս իրանց պատմությունը, ինձ չարցեք սուտ ես ասում, առանո, իրանց եմ զորը։ Օդը թրծրեց եւ այդ արծիվները գտան աշխարհի կենտրոնը, որ Հունաստանն է։ Բրավո, good job։ Եթե հայ թրծներ, պետք է Հայաստանն էր, ուղղակի ինքն է այդ որոշի անի։ Հետո այս տղեն Zeus-ը դառավ ցուլ, լողանալով գնաց Ֆնեշիա, Ֆնեշիայից մի հատ աղջկա հետ գողացավ բերեց, իր անունը այդ աղջկա Եվրոպա է։ Եվրոպա, որ դուք ասում եք, դա Զուսի կնգա անունն է։ Դրա համար Եվրոպան պիղծ է։ Այդ Եվրոպայի հետ ամուսնացավ ու ունեցան 6 հատ երեխա։ Մեկի անունը Ապոլոս էր,
մյուսի անունն էլ Արտեմիս էր։ Այն 4-ին չեմ ճանաչում։ Հələ չեմ բարևե։ Անունները հա մոռանում եմ։ Այդ չոջուխլարներին որ տնեմ կսովորեմ իրաց մաս։ Այդ 4-ի անունը չեմ հիշում։ Գիտեք այն մնացածների անունները, anybody? No, ասի դուք էլ չեք ճանաչում։ Ինձ է հարցնում, ասում եմ չեմ հիշում։ Anyway, ձեզետի homework, գնաք այն 4 հոգու անունը սովորեք։ Կգաք մյուս կիրակի կասեք հերթով։ Այս զուսը, քանի որ ուզում է տղուն տա, հայկական ձևով բիզնես է բացել, ուզում է ժառանգ գտա իր երեխուն, Ապոլոսին ասում է իջի գնա ձուկ դար Դելֆին։ Յան խիպտի Դելֆին, բայց Դելֆին է ուզում դառնա տղեն։ Իջնում է ջրի մեջ, Դելֆին է դառնում ու չգիտեմ թե մի հատ նավ կա։ Թռնում է նավի մեջ։ Ատենց լողանալով նավը քշելով հասնում է թամակ, փայտան օծին սպանում է, գցում է փոսի մեջ, մի հատ մեծ քարա դնում վրան ու մի հատ աղջիկ է նստացնում վրան։ Այդ աղջիկը դառնում է Oracle of Delphia։ Այսինքն այդ Ապոլոսի խոսացող անձն է, Oracle։ Ու դառնում է շատ մեծ political եւ strategic area։ Բոլոր թագավորները շատ ճանաչված տեղ է միջոցով, կարաք նայեք։ Այդ տարածքը տարիներ հետո դառնում է սատանայի աթոռը։ Այսի ճիշտ բան եմ ձեզ ասում, չեմ հորինում։ Այսի սրանք սաղ կա։ Դուք կարաք Google անեք։ Մի հատ բան եմ ուզում ասել, բայց անունը ճիշտ չեմ կարող ասեմ։ Այս տղեկ էս քարտեզ վրա մի հատ չարասում, ասի չէ, ջիջբիջի, ասում է ջիջբիջի, ասում է։ Լեք չի կարող ճիշտ կարդալ։ Այդ բան են, AI-ն փող է տալի, որ ես է ջիջբիջի տեն ասում, what is it ջիջբիջի։ Ասում է ջիջբիջի։ I'm like, what is this? $24. Like, seriously? Անունն էլ ջիջբիջի։ Chat GPT. Like, you can't even read that thing, man. What kind of name is that? Anyway, let me go back to the things. Anyway, մի վաղ այն ագզերը կար, you know, ագզ Henry, I call you UGG. I used to call you, remember that UGG? Like, it's a weird name. English is weird. Yeah, I call you UGG. Until my wife correct me, says, don't tell that, it's embarrassing. I think that's it is vata mia, so UGG. Why UGG I get out? Anyway, so, երբ որ Հունաստանը փլուզվեց, իրանց այդ մետալոջին փլուզվեց, ոնց եղավ քրիստոնյաները եկան, քրիստոնեությունը հաստատեցին եւ ամբողջ Հունաստանը ընդունեց Քրիստոսին, դառավ քրիստոնեական երկիր։ Այդ տեղը փչացավ, կորավ։ 1800 թվականին գերմանացիք հայտնաբերեցին, որ այդ տեղը ճարել են։ Եկան կտոր սկսեցին տանել Գերմանիա, որպես ասենք բան, historical ինչ-որ մի հատ բան։ Հենց սկսեցին կտոր տանելը, ինչ եղավ։ Հիտլերը ծնվեց, Ստալինը ծնվեց, կոմունիզմը եկավ։ Սատանայի աթոռը սկսին տանել այդ տեղերը ու որտեղ որ դնում են այդ գահը, խնդիրներ էր առաջանում։ Ստալինն ու Հիտլերը իրարից 10 տարի տարբերություն են։ Ստալինն ավելի մեծ է։ Իմ կարծիքով Ստալինը պապան էր սաղի։ Եթե ես ճիշտ եմ հասկանում պատմությունը, ինքն է ստիպել Հիտլերին, որ պատերազմ, գիտեք որտեվ տանկերը Հիտլերի սարքել են Ռուսաստանում։ Եթե ինչ չեք հավատում, դուք կարաք մտնեք նայեք։ Երբ որ իրանք ասացին պատերազմ, առաջի պատերազմ ժամանակ ասացի դու չես կարող ոչ մի բան անես, Գերմանիանց էս մնա, ինքը թաքուն իր տանկերը սարքեց Ռուսաստանում։ Իսկ Ֆրանսիան այն ժամանակ ամենամեծ զորք ուներ, մի հատ էլ տանկ ունեին, ստեյց մինչև երևի Երևան, փոսի մեջ ջարդվում էր։ Տեսել եք 5 մայլ արագությամբ էր գնում։ Շատ հիմար տանկերի։ Այնքան կամաց էր գնում, որ մինչև հասներ տեղ ավելը ոտով գնայր կռվեիր։ Երեխեք հիմար են սարքելի, որ հանկարծ չվնասեն իրանց։ Շատ իսկ Հիտլերի տանկերը 60-70 մայլ արագություն, կայծակի արագություն ունեին։ Այն որ Ամոսն ասում է, տեսա կառքեր լույսի արագությամբ գնում էին։ Այդ հաստատ Հիտլերի մասն է խոսած է։ Խեղճ մարդը չի իմացել տանկը ինչ է։ Կառքերը լույս կար, ասում է վրան։ Այդ որտեղ որ գնաց, մի բան փչացրեց։ Հիմա գիտեք որտեղ է դա։ Դա գտնվում է Middle East-ում։ Դրա համար իրանք ուժեղացել են։ 16 մուսուլմանական երկրներ միացել են իրար։ Սենց բան կյանքի մեջ չի եղել. because of that throne. It's called Satan throne.
Լավ, գանք մեր թեմային։ Այսքան ինչի ասեցի, սա Աստվածաշնչում գրած է։ Այս ինչ որ ձեզ ասում եմ, Աստվածաշնչում գրած է, իսկ Աստվածաշունչը առաջ անգամ երբ գրվե 2-3 հազար տարի առաջ, մանավանդ հին ուխտը։ Ժամանակվա սրանք սաղ կան։ Ժամանակվա սրանք սա մենք տեսնում ենք ասում, «Վա, բայց գրվել է, Աստված մեզ նախորոք զգուշացրել է»։ So ով թույլ տվեց, որպեսզի sense հիմարություններ դուրս գա Սողոմոնը։ Այսօր երբ որ երկիրը անեծքի մեջ է, ում պատճառով է քրիստոնյաների, որովհետև քրիստոնյաները հոգևոր կյանք չեն ապրում։ Իսկ Հիսուսն ինչ ասեց, դուք աղեք եւ լույս եք։ Բան չի չես այդ գործը անում։ Գործը արա, իսկ լույսը շատ կարևոր է, չէ՞։ Առանց լույսի հնարին է։ Մանավանդ խավար տեղը մի հատ պուճուր լույսը մեծ տարբերություն է տալի։ Համաձայն չեք հետս։ Հիմա գանք իսկական իմ թեմայից, որ ինչ որ ուզում եմ ես սովորացնեի։ Մի հատ ուղղակի աղոթքի մասի խոսամ Աստծո ժողովուրդ։ Հետո կանցնենք Քրիստոսին ընդունելու, դրանով կեզրափակենք։ Let me have my chart. Եթե դոկտոր չես, vibration-ի տակ դիր։ Պատրաստ եք Աստծո։ Հիմա ես հարց կտամ ու ես իմ հարցից կպատասխանեմ։ Որպեսզի մի քիչ թեման ավելի հետաքրքիր եղնի, որ կարողանամ բացատրեմ ինչ եմ ուզում ասեմ։ Alright, let's just մի հատ սրա վրով ուղղակի գնանք։ Սա իմ անձնական research-ն է։ Աստված մարդու հետ խոսում է։ Can I have this part right here where it says the word of God prophecy prayer? Yeah. Աստված 7 ձևով մարդու հետ խոսում է։ Մի տեսակով չի խոսում։ Առաջինը Աստվածաշնչով։ Եթե դուք Աստվածաշունչ կարդաք, Աստված անդադար խոսում է։ Կարակ Աստվածաշունչ կարդալուց լսեք։ Երկրորդը մարգարությունով։ Մարգարությունը տված է մարդուն։ Երրորդը աղոթքով։ Չորրորդը երազներով եւ տեսիլքներով։ Քանիսներ եք երազներ տեսնում, բայց տեսնում եք, չէ՞ մարդիկ ասում են տեսնում եմ, բայց չեմ հիշում։ Իմիջիալից եթե երազ ես տեսնում ու չես հիշում, դա շատ վատ է։ Պետք է հիշես, որտեղ Աստված քեզ նախորոք զգուշացնում է, որ վատ բան է լինելու քո հետ։ Երազը միշտ հիշեք։ How do you say warning? Զգուշացնելու համար է։ Երազ տեսար, Աստված քեզ նախորոք զգուշացնում է։ Եթե ձգես, գնաս ջրին պատմես, կարող է վերջ երազը արդեն լավ չլի։ Մեր հայերը հատուկ մի հատ առանձին կրանտ են սարքել, որ երազը ջուրը բացեն պատմեն, դրա համար ձեր ջրի գինը թանկացել է։ Դե չես կարա ջրին պատմես, Աստված քեզ ասում է վատ բան է, դու ես ջրին ես պատում։ Այսինքն ինչ, ջրին ասում ես ինչ, հարցը լուծի։ Մի հատ կին կար, ինձ զանգեց, ասեց երազ եմ տեսել, երազը ասեց, ու ինչ էր անում երազի մեջ, ճիճուներ էր հավաքում, հողի մեջից, ասեցի պետք է հիվանդանաս ու երկար ժամանակ։ Թե բա ինչ անեմ, ասի ոչ մի բան, պետք է հիվանդանաս, քեզ Աստված արդեն մի քանի անգամ ասել է, դու ոչ մեկ չես արել։ Այս վերջերս դե որ տարիքդ մեծանում է, արդեն սկսում ես դողալը վրետ։ Ասեցի մարդիկ ինչից են հիվանդանում։ Գիտեք ինչ են պարզաբան է։ Երբ որ այս կողդ ու այս տայիտ մասը սալերը հավաքվում, հետո սկսում է թունավորվել է մեջդ։ Ու հիվանդությունների առաջի մասը տենց է սկսում։ So you guys better start losing weight. I just find out and scare me to death. Right, doctor? You know that? You should know that. Once you reach 50, 50 տարեկան եղար, սկսեի ինչքան կողեր այդ յուղերկա ծախի թողնա։ Ասում եմ մնում է հիվանդություն։ I'm just trying to help you guys. If you don't like me, it's fine. Իմ մոտ լավ լծված է, բայց պետք է somehow needs to go. So չես կարա գնաս աղոտ կանես, ասես Տեր ջան, օգն ինձ, ուզում եմ այս կողերս մաշեմ։ Ինչա խո Աստված տրինաժոր չի գա սկսի մասաժ անել քեզ։ Պետք է սկսես հեծանիվ քշելը, լողանալու, մարզանքներ անել, ասեք ամեն։
So առողջ ապրելու համար աղոթք պետք չի։ Ձեր մարմնին ի՞նչ է պետք։ Առողջ ուտելիք, առողջ ասելով թակո չէ, McDonald's չէ, junk food չէ, 99 cent ուտելիք չէ։ Օ, այնտեղ կուպոն կա, եկեք գնանք կուպան ու ուտենք։ Այ դու գիտես ինչ ես ուտում, մեռած հավ ես ուտում։ Մեկ որ ուտելիք են բերում, ասում դու գիտես այդ միսը սատկած է, թե սպանել են։ Թե բա տարբերությունը ինչ է, որ սատկած է, թե թունավոր է, բայց որ սպանում են, դա լավ է։ Դրա համար մենք սպանում ենք, նոր ենք ուտում, ասեք ամեն։ Բայց սատկած հավը չեն ուտի։ Ինչ գիտես ինչ հավա, կա պլաստիկ է։ Այնա McDonald's-ի հավեր ուտում ես, մի քիչ է ջուր լեցնում, փորձում ես լողում են ձգի պես, չի մարսվում։ Օրերով մեջը տա։ Այն McDonald's ուտողների փորերը սաղսես մեծ է, այնքան ջուր են խմեն, դե մեկ ձկները արդեն լողանում են, ձագեր են անում, տանիքներ են կազմում։ You don't eat McDonald's. It's no good. Ես ու Հենրին որոշել ենք ուտելիքի ներկումը կամ զիբիլ կամ how do you say I don't even know how to say in Armenian. Trash and garbage. So if it's trash it's good. When it's garbage it's not good. So there's two type of food. Ուտելիքներ կա պետք է չուտես, right? So չես կարա առողջ լինելու համար աղոտ կանց ստեր ջանից առողջություն դու։ No, Աստված քեզ խելք հա տվե, աղբե ջան, նորմալ կեր, պարապի ու քնի։ Ճիշտ եմ ասում թե չէ։ Հա բայց մեր հայերը չեն անում։ Այն նոր իմ կինը գիտեք ինչ առողջ էր ուտում իմ կինը, զարմացել էի։ Ասում մի կեր կմեռնես, ասում դու իմ հետ գործ չունես։ Արդեն սկսել եմ ուրիշ կին ման գալը, որովհետև որ հաշվում եմ սենց գնալով, մի 10 տարի հետո ռիտան չի լելու։ Հալա հիմա մի հատ կին ման գանք։ Սենց սիրուն հացը վեկալը լիքը կարակա մուրաբա դրե վրեն։ Ասեմ մի կեր էսի չի կարելի։ Դու ասում եմ այդ գործ ունես։ Հա բա իմ կինն հոգս եմ անում։ Վերջո։ Դե նա ինչ չիգարով կա, հետո չկարծավ ուտի գցեց զիբիլը, վախեցավ։ Մի քիչ գծեց ու գցեց, ասի այ տենց։ Դե որ մարդու սիրում ես, իրա մասի մտածում ես, ամեն որ չսիրեք ասեք, Ռիտա ջան, ուզում ես մի հատ էլ ես սարքեմ։ Man, she got the bread, she put a lot of greasy stuff and something sweet about this stick. And she drank the bite. Said, you eat, you're gonna die. Okay, so երազը աստո ժողովուրդ, բանի համար է, warning-ի համար է։ Հենց երազ տեսար, սկսի խառնվել է իրար։ Ամենալավ տարբերակը գիտեք որն է, ինձ փող տվեք նորմալ կլի ամեն ինչ, I'm just kidding։ Բայց հենց երազ տեսար խառնվի իրար։ Իմացի մի վատ բան ելելու է։ I'm not kidding։ So եթե երազ չես տեսնում, ասա Աստծուն թող activate անի։ Մանավանդ դուք երիտասարդներ, որ ինչ-որ մեկի վրա սիրահարվում եք, այնպես չլի կովի ոչխարի վրա սիրահարվեք, հետո ձենները հետո լսեք։ Կովը որն ասում, այս կովի հետ երեխես ամուսնացավ, սաղ կյանքը երեխուս նեղացրեց։ Be careful. Մեծ կովի հետ չամուսնանաս։ Լսի, ես ամուսնների մոտ եմ գնացել, իսկ ամենաուժեղ կռիվը իրանց մոտ է։ Փենտագոնը, Պուտինը, սաղ ազգը չի կարա մարդու կնգապես կռիվ սարքի։ They fight the best։ Մարդու կնոջ կռիվը ամենաուժեղն է։ Ու դու պետք է շատ զգուշ ես, որտեվ կա գլուխը ջարդ են անդե։ Այդ ծանր աթոռը շպրտեց այդ տղեն վրաս, լավ էր, հրեշտակ ունեի համար, գլխից տա սպաներ։ Ինձ ասում է, քեզանից զզվում եմ։ Ասեմ, այ ախպեր, քո կնիկը տա ինձ կանչի, ինձ խես զզվում։ Եկել եմ ձեզ բարշացնեմ։ Բա գնամ մեր տնից։ Յո։ Գիտես ինչ կռիվներ են անում։ Ինչ հայհոյանքներ, ես ձեզ ասեմ, չէ՞ մի անգամ մի հատ ընտանիք եկա մոտից, իրանք կռիվում են, հայհոյանքները գրանցում են, որտեվ չէի լսել։ Սկավյոր պետք է։ Էդի շայ, ասել հոբես ինչ բարես, ո՞րն է սովորը։ Բախի չգիտեի, ասում, չէ։ Պետք է կայնացնեմ կռիվը, break time, time out։ Նա պարզաբանենք, էս ինչ բառ էր։ Կյանքում չէի լսել։ It's the best fight in the world, people։ Երիտասարդներ, որ երազա ձեր Աստված, մի ասա, լավ տղա, լավ աղջիկա, գնանք ուզենք։ Don't do that. I'm not coming. All right, so dream and then քարոզելու մեջ. See, I'm talking, right? Ես ձեզ համ քարոզեցի, համ էլ սովորացնում եմ։ And then հրեշտակներն կարան ուրակի direct ձեր հետ խոսան եւ ասենք object-ներով, ասենք կաղա թրջուն տենաս կամ էշը խոսա, Աստվածաշունչ էշը խոսած, բաղամը տենց էլ չհասկացամ։ Էշն ասեց, էշի խփեց, էշն ասեց, ախպեր, քեզ խփում, դեմս հրեշտակա կայնած, չեմ կարող գնամ։
Հա? Yeah. Հիմա գնանք աղոթքի. Can you go down a little bit that chart, just pull it down. Let's go to where it says thanksgiving, praise, worship, silent, and then deep prayer. All right, good. Now I need. Okay, they're gonna fix it right now. Հիմա Աստծո ժողովուրդ. Ստեղ իմ աղոթներից մեջ ես սովորել եմ, որ ասենք Աստծուն շնորհակալություն հայտնենք, փառաբանենք, պաշտենք, շատ ժամանակ լուր մնանք, շատ ժամանակ ավելի մի տեսակ խորանանք Աստծո, ասում deep calling unto deep, ծառայենք աղոթքի մեջ եւ մի հատ աղոթք կա, որ կա superior prayer, դա Աստծո սրտի հետ համապատասխան աղոթքներ լինի։ Էսի բոլորը լինում է աղոթքի մեջ։ Ես սրա մասին շատ եմ խոսացել, բայց իմ խնդիրը սրա մեջ է։ Իրական աղոթքի կյանքը սկսում է այն ժամանակից, երբ որ մարդը Քրիստոսին ընդունում է։ Ուզում եմ միշտ հասկանաք, եթե Քրիստոսին չենք ընդունել, նա հավատալ չէ։ Այսօր դևերն են հավատում, բայց իրանք աղոթքի կյանք չունեն։ Այն հավատքը, որ դու ունես, դևն էլ ունի, ու նույն էֆեկտն է տալիս։ Իրանք մնում են չար, մարդն էլ է մնում չար։ Ոչ մի չի փոխվում։ Հիսուսն ասեց, ասում է, իրանք էլ են հավատում։ So հենց Հիսուսին ընդունիր քո կյանքիդ մեջ ճիշտ ձևով։ Նոր Աստված թույլ է տալիս, որ ճիշտ ձևով աղոթք անես։ Բայց հարցս էսի է։ Աղոթքը ինչի համար է պետք։ Կարաս աղոթքով սատանայի հետ կռվես։ Պատասխան ոչ։ Չես կարա։ Եկեք մի քանի բան ձեզ ասեմ։ Օրինակ, եթե ես ուզում եմ բժշկեմ մեկին։ Հիսուս չասեց գնացեք աղոթք արեք, որ բժշկվի, Հիսուս ասեց գնացեք բժշկեք։ So խոսքը պետք է խոսաս, հիվանդը բժշկվի։ In the name of Jesus Christ, right? Live now. Բա դևերը, չասեց գնա դևի վրա աղոթք արա, ասեց խոսա, թող դևը գնա։ Իսկ եթե մարդուն ուզում ես բերես փրկության, չասես գնա աղոթք արա, ասես գնա վկայի։ Դու չես կարա գնաս Ստեփան մի հատ արի։ Ստեփանը պատկերացնում եք առաքելական եկեղեցու կամ մեր հայկական մի հատ խես պարապում եղբայր համբերի, ֆրա։ Կայնիստ է։ Հիմա ես ուզում եմ իրան Հիսուս վկայեմ։ Ուզում իրան ասեմ, որ Հիսուս կա։ Ինքը հավատք ունի, բայց մեր նման չի հասկանում։ Չես կարող ասել, «Օ, հարավա, Հիսուս ջան, փառք ու պատիվ քեզ, հալելույա, ամեն, հալելույա, ամեն, 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 հալելույա, ամեն, 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 հալելույա»։ Գասնես աննորմալ նովա։ Կարող եք այդ նս դանակա կողից է դուս գալի։ Հենց ինք բանը գիժ ես։ Խոմազերը չխառնեցի։ Լավա, ֆրա։ Գալիս եմ ասում բարև ձեզ։ Արմեն անունս, ձեր։ Կարևոր չի։ Հիմա ես ուզում եմ քեզ Հիսուսի մասին ներկայացնեմ։ Հետաքրքրված ես։ Կարևոր չի։ Խոսում եմ հետը, չէ՞։ Հա։ Հիմա ասենք պատկերացրու հիվանդ ես։ Ձեռդ ուսը ցավում է։ Չեմ գալի ասում, «Օ, Հիսուս ջան», no։ Ցավ, leave. It goes. It'll go. Մեջը դևա մտե։ Գժվել ես։ Oh man, let me pray this one then. Ասենք դևը ուղիղ վրա ազդում է, torment անում քեզ. All I'm going to do is live now. You command. Live means go, գնացեք. You don't pray on devil. Դևի վրա չես կարող աղոթք անես։ Չկա տենց օրենք։ So աղոթք ինչի մապետ, նստի brother։ Եկեք մի հատ պատմություն ձեզ կարդանք։ Can I have Acts 16? Պողոսը գնում է աղոթք անելու, ասում է մի տեղ կար, իրանք գնում են աղոթք անելու։ Լսեք, Պողոսի մասն եմ խոսում, հələ եսի մասի չեմ խոսում։ Ամեն ժամանակ դուք գնաք աղոթքի, ձեր հետ լուրջ խնդիրներ ալելու։ Շատ ժամանակ խնդրեմ կունենաք։ Հիմա ասեմ ինչի համար։
Նա թողեք մի հատ վատ կողմը ներկայացնեմ, հետո գանք ամենահամով մասը վերջում կտամ։ Ամեն։ So եկեք մի հատ այս պատմությունը նայենք։ Գործ առաքելոց, right? Acts 16. Let me see. All right. So Acts 16, let me just open it. We're going to go verse 11. No, 16. Գործ առաքելոց 16-16-ից պետք է կարդանք մինչև 24-ը։ Ուզում ես պատմությունը ասեք։ Պողոսը գնում է աղոթք անելու։ Ասա ես գնում եմ աղոթք անելու։ Հիմա տենանք դու քո հետ ինչ անելու։ Պատկերացեք Պողոսը դու ես։ Գնացինք, ուշադիր, կարդա։ Երբ մենք աղոթելու էինք գնում, մեզ պատահեց մի աղախին, որ հարցուկ ոգի ուներ եւ գուշակությամբ իր տերերին մեծ շահ էր բերում։ So հենց գնացիք աղոթք անելու, սատանան գալու է ձեր մոտ։ Ասում է մի հատ աղջիկ կար, որ դիվահարված էր։ It says spirit of divination. Իրանց հանդիպեց։ Հենց գնաց իր աղոթք անելու, սատանան գալու ասե hello. Ես այստեղ եմ, էսա գլխիդ ինչ օին ասես չեմ դնելու։ Չմոռանաք ինքը ամեն ձեր թույլ կողմերը գիտի։ Թույլ կողմեր համար 1։ Եթե կինդ քեզ չի սիրում, իրան քո դեմը հանելու։ Եթե մարդդ քեզ չի սիրում, մարդդ քո դեմը դուս գալու։ Եթե պապատ քեզ չի սիրում, պապատա քո դեմ դուս գալու։ Եթե մամատ քեզ չի սիրում, մամատա քո դեմ դուս գալու։ Եթե բոսդ քեզ չի սիրում, բոսատա քո դեմ դուս գալու։ Ասաղին գիտի։ Սպասումա որ գնաս աղոթքի սրանց բրթի որ կան հետդ կռվեն։ Այնքան է սպասումա որ դու գնաս աղոթքի։ Բայց ինչի՞ է տենց ինքը բան ինչ անունը տենց լուրջ լարված երբ որ գնում ես աղոթք անելու։ Հա գնում եմ իմ աղոթք անելու 4 պատի արանքի պետք է նստեմ, ասեմ Հիսուս ջան, այդ ինչ արեցի որ իսկի քո անունը չեմ տալու սատանա։ Ես քո անունը չեմ տալու, իմ այդ ինչ գործ ունես։ Ես քո անունը չեմ տալու, քեզ չեմ հանդիման, արագ մրսում ես։ Վերետապչում։ Դե մի հատ air conditioner սարքող ունենք, ասենք թող տանի դուսը դանի։ Էդո ջան դուսը դիր air conditioner։ Վեկալ ծակի ընդեղ այնյանդի որ տեսա ձմեռա գալու air conditioner-ից սախ։ So, Էդոնա մեղավոր։ Դավոյ հետ փչացրել են air conditioner։ Կարթա։ Հա, ինչ է ասում։ Այդ ինչ կա որ դու տենց ընկել ես, ամար ես գնալու եմ 4 պատ իմ տանս մեջ, իմ լույսով, իմ հոսանքով, պատերանքը նստելու եմ ասեմ Հիսուս, 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 դու ինչ ես իմ հետևից ընկել։ Ես քեզ ինչ եմ արել աղբեր։ Ես քո անունը չեմ են տալու, բայց ինքը չի սիրում որ գնում ենք աղոթք անելու։ Բայց ինչի՞ մար չի սիրում։ Հեսա կասեմ, բայց հլա տնանք սրանց հետ ինչ եղավ, խեղճերը որոշին գնան աղոթք անեն, հա տես ուր են, ինչ պրոբլեմ է։ Գնացինք։ Հետո ինչ է, լավ, այս աղջիկն ինչ է անում։ Նա Պողոսի եւ մեր հետևից ընկած աղաղակում էր ու ասում. Հետևից ընկած աղաղակում էր ու ասում. Այս մարդիկ բարձրյալ Աստծո ծառաներն են, որոնք ձեզ փրկության ճանապարհն են հայտնում։ Այն ված բանը ասում որ հետո Եվ բազում օրեր նույն բանն էր անում։ Բազում օրեր սրանք որոշել են գոնե մի շաբաթ աղոթք անեն, այս աղջիկը բաց չի թողում սրանց։ Հա գալիս ասում, ասո որդիներն եկան։ Պողոսը ջղայնացավ։ So դևը ծրագիր ունի։ Ինքը ծրագիր ունի։ Տեսեք ինչա ծրագիրը գնանք։ Իսկ Պողոսը զայրանալով Մի քիչ դարձավ։ բարձր կարաս կարդաս չեմ լսում, մեծացել եմ ագաժներ չի լսում ագա։ Իսկ Պողոսը զայրանալով դարձավ ու այդ ոգուն ասաց. Այդ հոգուն ասեց, կաղջկան չէ, այդ սատանային ասեց։ Քեզ հրամայում եմ Հիսուս Քրիստոսի անունով։ Դրա միջից դուրս ել։ Ահո։ Ինչ ասեց որ։ Ասեց այդ աղջկա մեջից գնա, ներվերից վրա ես։ Հետո ինչ է լավ Պողոսը շարունակենք։ Եվ նույն ժամին դուրս ելավ։ Մալադեց Պողոս, ընկար կրակը։ Եվ երբ նրա տերերը տեսան, Հենց տերերը տեսան, որ իրենց եկամուտի հույսը որ իրանց կտրվեց, դևը գնացել է, Պողոսին ու Շիղային բռնելով քարշ տվեցին հրապարակ իշխանների առաջ։ ու սկսին քացեքի տակ գցելը։ Ծեց կերան։ Գնում են, ուր են գնում են աղոթք անելու այս մարդիկ։ Արդեն ծեց են ուտում։ Հələ ծեցը ոչինչ, ավելի վատ բան ալու, հետո
Նրանց տարան զորապետների մոտ ու ասացին. Պետության ձեռը գցին հիմա էլ։ Այս մարդիկ խռովում են մեր քաղաքը։ Այս մարդիկ խնդիրներ են սարքում մեր քաղաքի մեջ։ Բայց ինչ են արել։ Նրանք Ոչ մի վատ բան չեն արել։ Չէ, ոնց։ Դևը արդեն կատաղել է, սա խառնել է, confusion-ա բերել։ Այս մարդիկ խռովարարներ են, քաղաքի մեջ կռիվներ են գցում, սրանք տերորիստներ են, սպանեք։ Շարունակի։ Նրանք հрьяաներ են։ Եվ այնպիսի սովորություններ են քարոզում, որ մեզ ռոմեացիներիս օրինավոր չէ ոչ ընդունել, ոչ էլ գործադրել։ Եվ ամբողջը նրանց վրա նետվեց։ Զորապետները նրանց գեստները պատրել տվեցին ու հրամայեցին, որ գնացին։ Ուղղակի գնացել են աղոտ կանելու։ Just went to pray. And what happened? Բանտ գցեցին։ Վերջում բանտ եղավ, բանտում գնացին։ Գնացել էին աղոտ կանելու։ Ինչի՞ է սատանան այդքան։ Դանելին ով գիտի, մեր հարևան չէ, Աստվածաշնչի։ Դանելը թագավորը օրենք հանեց, ասեց չաղոթեք։ Ասեց, ամեն օր պատուհանը բացում էր իր ասելով, 3 օր աղոտ կերանում։ Բայց դու դանել վախ չունես, այ ախպեր, գիտես, այդ թագավորները վատն են, սրանք հիմար են, սրանք մարդկանց նայում են որպես կենդանու պես։ Դու այդ ինչ դուխ ունես, որ վեկալել ես, իմանալով, որ մի ամսով կտրել են սաղին աղոտ կանելու, դու պատուհանն էլ բացում ես ու կայնած աղոտ կանում։ Հա դու ինչ դուխ ունես, չես վախենում։ Հենց Դանելը պատուհանները բացեց, աղոտ կարեց, քաղդենացի գնացին, թագավորն ասի, գիտես, ինքը չի ենթարկվում։ Վեկալան գցին իրան ուր, առուծի բերանը։ Խեղճ տղեն առուծների մոտ չգիտեր ինչ աներ։ Լավ, ոնց նայում եք սատանան ամեն աղոթող մարդու հետևից ընկնում ու փորձում է լավագույն ձևով իրան կործանի։ Ինչ կա դրա մեջ, աղոթքի մեջ, որ սատանան հետևից է։ Եկեք ձեզ ասեմ, աղոթքը ինչ է անում մարդուն։ Բոլորդ ու շատ եղեք Աստծո ժողովուրդ։ Սատանան 3 բան կա, որ կուզի ունենա, բայց չի կարա, որովհետև Աստված տվել է մարդուն։ 3 բան կա, որ դու ունես, ինքը չունի։ Չի էլ կարա ունենա, ոչ կարա սովորի, ոչ էլ կարա դնի մեջը։ Որովհետև Աստված երբ որ մեզ ստեղծեց, մեզ այտենց ստեղծեց։ Առաջինը մարդը կարողանում է մարգարեանա։ Կա որ բաժակը, մեր հայրը սիրում ենք խմել, չէ՞, բաժակը վերնք ասում են կենացած է, ախպեր ցանկանում եմ մյուս տարի գործերդ լավ եղնի։ Դու գիտեք էդի մարգարեության հետ կապ ունի։ Որովհետև prophecy-ն այդ ձև է։ You're telling them what's coming. Դու ասում ես ինչ ա լինելու։ So մարգարեությունը մարդկանց հատրվե, դրա համար կախարդները որ կախարդեն, այդ մարգարության վրա են կախարդ դառը։ Սատանան այդ մարդկանց վեկալում է ու այդ մարդկանց բերանով prediction-ներ անում, կախարդություններ անում։ In other words, մարգարություններ անում։ Ով այնց հասկանում, ասի ամեն։ So սատանան չի կարա մարգարանա։ Մարգարությունը կարողանում է հայտնաբերի, հաստատի ու ճանապարհը շարունակի դա։ Կարա այտենց է մարգարությունը։ Մարգարությունը հույս է տալիս, բայց մարգարությունը ինքնանով power ունի։ Որտեվ դու կարաս երկնքից օրտություններ բերես մարդու վրա։ Յա, կարաս։ Այդ մարգարությունը այդ զորությունը ունի։ Էլ ինչ, կյանքը եւ մահը Աստված տվել է մեզ, սատանան չի տվել։ Դրա համար ինքը սատանան չի կարող մեզ անիծի։ Ինքը քեզ է օգտագործում, որ անիծի։ Դրա համար մարդիկ որ ջղայնանում են, սատանան ասում է հայհոյ թո սիրտը թովանա։ Դու էլ ասում ես ես քու տուրուրուրու, դու անիծում ես այդ մարդուն։ Էշի մեկը ոչխար, տա, դու անիծում ես այդ զորությունը, դու լիակատար օգտագործում ես։ Դրա համար Աստված ասում է մի արա։ Չես կարա նույն բերանով համ օրտնես, համ անիծես, իրավունք չունես։ Միակ բանի մենք կարանք անիծենք սա է, հիվանդությանն ենք անիծում, որ մեռնի,
Սատանային ենք անիծում, որ մեռնի, իսկ մեր թշնամիներին մենք ինչ ենք անում, օրհնում ենք, որտեղ մարդ է։ Ինչպես եք ուզում, որ մարդիկ ձեր համար անեն, ասում են նույնն էլ, ահա, հա բայց լավը չի, հա գիտեմ, էշի մեկն է, էդ էլ գիտեմ, կովա, էդ էլ գիտեմ, ինքը չի կարա ապրի, գիտեմ, բայց չես կարա անես, չի թողում Աստված, իրավունք չունես։ Անիծելու տեղը օրհնի, թող այդ մարդը փոխվի։ Դու գիտեք, ինչքան էլ մարդը չար լինի։ Էսի հաստատ բան եմ ձեզ ասում։ Ինչքան է մարդը չար եղնի, եթե դու իրան տանես խելաց ու իմաստունի մոտ կփոխվի, որտեվ դա ավելի զորավոր է։ Յա, ամենավատ մարդուն տար ճիշտ մարդու մոտ կփոխվի, որտեվ ինքը մարդ է։ Սա Աստծո ժողովուրդ, երբ որ գնում եք աղոթք անելու, Սատանան գիտի, որ աղոթքի մեջ Աստված քեզ սովորացնելու է այդ զորությունը ոնց օգտագործես։ Գիտի, որ հանկարծ գնացիր Աստծո հետ հանդիպեցիր, ինքը քեզ էդի սովորացնելու է։ Այն ժամանակ, երբ որ տենաս երեխը ծռվել է, մարդը ծռվել է, կինը ծռվել է, ընտանիքը ծռվել է, դու ընդհանրապես պետք է ասես in the name of Jesus Christ I command this family to come back now։ Սատանան ուզի պետք է թողա։ Իսկ իրան պետք չի որ դու իմանաս, ինքը խնդիրներ է բերում քո մոտ, որ դու սես քարք, էս ինչ եղա ես, փորձը, յա, որ չգնաս իմանաս ճիշտը։ Բայց քո մեջ մի հատ սխեմա կա, մի հատ բան կա, որ դու պետք է ընդհանրապես սովորես ոնց օգտագործես։ Դուք քրիստոնյաներ գիտեք ինչ եք թույլ, որտեղ մինչև այսօր չսովորեցիք այդ իշխանությունը, որ ձեր մեջ է։ Դուք ունեք այդ։ Դու ինքնա պետք է Աստծո հետ հանդիպես ու Աստծուն ասես լսի, այդ որ տվել ես ոնց եմ օգտագործելու։ Ինքնա չէ դրե քո մեջ։ Երկրորդը Դանելն չի համար պատուհանը բացեց իր համար սենց հայկական ձևով, պետք է չի, ուզում եք եկեք բռնեք ինձ։ Որովհետև երբ որ աղոթք ես անում, Հիսուսը ինքը նույն ձևով քեզ սկսում է օծելը։ Իսկ դու գիտեք օծությունը ինչ է անում։ Օծությունը ասում անեծքներ է քանդում։ Դանելը գիտեր, որ այս առուծները գան իր մոտ, ինչքան էլ վայրենիներն են կդառնան բարի հայերի պես։ Այդ առուծներն եկան, դալեն տեսած են, չէ, սրան չեն կարող, տենք էսի օրտնված է։ Օծությունը ինչ տեսակի անեց, կասես քանդում է, բայց սատանան չի ուզում, որ դու օծվես։ Դու չես գնում աղոթք ես, Աստված ջան, կնոջս կփոխես իսկականից, բայց դու չես ուզում փոխվես։ Իսկ կանանց փոխելը հեշտ չի։ Հարցրեցին AI-ին, դու ունես հնարքներ կնոջը փոխելու, ասում հələ research եմ անում։ 1500 IQ-ով չի կարող որոշի կանացը ոնց փոխել։ Կանաց չես կարող փոխես նույնը տղուն։ Բայց կարաս քո մեջի իշխանությունը օգտագործես։ Դուք հիմա հասկանում եք աղոթքը ինչի համար է պետք։ Դու չես գնում աղոթք անում, Տեր ջան, բանա, կարճ եմ, կարողա բոյովացնես մի քիչից, ոչ մեկից չի ուզում։ Քիթս կարողա օպերացիա անես, մի քիչ ծուռնա։ Մեկը մի անգամ եկել ասում, բութս ցավում, ասին դե դանակա, բեր, թե բան չի ասի, կդրեմ պրծի։ Ո՞ա բութի հիմար աղոթքան։ Մի բան արա 5 ձեռ ունես։ Դիր ոտի տակ քաշի։ Ինչի՞ մնա քայրոպրակտորի, բայց ինքը բութս ցավում է։ Ցամա կդրի։ Ասեք ամեն։ Պետք չի բութ ունենաս, ուրեմն խանգարվում։ Իմ երեխեք որ գալիս են ասում են, պապա ձեռս ցամ, ասում եմ, մի դանակ բեր։ Ինչի՞ մարսի, ձեռդ կդրեմ, էլ չեն գալի ասում ցամա։ Տես էլ պրծավ, պրոբլեմ պրծավ։ Էլ երբեք այդ հարցով չեն գա։ Всё, մի անգամ չեն եկի ասել ձեռս ցամա։ Բա ինչ։ Դուք ծնողները տենց այ, դանակը պիշտ պայք մեր մոտ։ Հենց ցամը կդրեք։ Էլ չեն գա։ Ով կգա։ Շատ հեշտ ձև է։ Սա աղոթքը այդ երկու բանը քո մեջ հաստատում է։ Իսկ Աստծո խոսքի մեջ գրած ասում է Աստծո օծյալին չես կարա ձեռք տաս։ Ասա ես Աստծո օծյալ եմ։ Ով կարա քեզ ձեռք տա։ Բայց պետք է դու հասկանաս ոնց անես։ Դա մենակ Հիսուս կարա քեզ տա։
Դե մենակ Հիսուս կարա քեզ տա։ Ասեք ամեն։ Հիմա Աստծո ժողովուրդ, եկեք գնանք Հիսուսին ընդունելու այդ սխեման է ձեզ ներկայացնեմ, որպեսզի ձեր աղոթները effective լինեն։ Հիշեք, այդ երկուսը ով է activate անում, Հիսուսը. Can you turn off the AC? Arak's going to complain. Էսա ամառը էլի եկավ։ Այս sense նստելու են sense նայնից։ Սայնա էլի մրսում ենք անջատի։ Ես այս տարի կնոջ համար լիքը բանի Սիբիրի բուշ բաներ եմ առել, պալտոներ եմ առել, գլխարկով, մրխարկով ես փակվում, ես սիրուն մեջն ես մտնում, դաժե քրդնացնում էլ է։ Գնանք էլի սենց անելու։ Հետարքիր է Աստծո ժողովուրդ։ Եթե հետարքիր չի, կարամ երգեմ։ Ուրեմն Ռոմեացիների 10 գոնեմ քիչ գիտեք Աստծո ժողովուրդ, ովքեր որ նոր են քարոզում, իրանք շատ, եթե դուք ուզում եք իմանալ քարոզիչը, հին քարոզիչ, ինքը համարներ չի օգտագործում։ Այնքան է երկու բան տարածա, որ մի քիչ բրեկ վեկալի։ Պետք է սաղ ստեղելի, կապ ստեղելի։ Այս մեր նոր քարոզիչները սկսում են ծննդոցից մինչև հայտնություն կարդալ են տալիս։ Սաղ կարդում են, ասում են, իմաստը ինչ է։ Այն ասեր, այսօր պետք է կարդանք Աստվածաշունչ, բացեք ձեր Աստվածաշունչ ծննդոցից կարդացեք։ Հենց դեռ շատ համարներ են տալի, նշանակում է չգիտեն ինչ են քարոզում։ I'm just trying to help you people. Բայց իմացողները ստեղ ասա։ You have to know, հա? Ես իմ Աստվածաշունչը լավ գիտեմ։ It's all here, it's all here. Կարող չիմանամ որտեղ է գրած, բայց սա անգիր գիտեմ։ Դու կարաս դաժե ինձ մի բան ասես, կարամ ասեմ ճիշտ ես ասում, թե սխալ, այդպես լավ գիտեմ։ Ասեք ամեն։ Ամեն։ Yeah. So Ռոմեացիների 10 այնտեղ ասում է ոնց պետք է ընդունենք Հիսուսին։ Կարծեմ 17-ի մեջ է, չէ՞ Աննա։ Romans 10. Let me open it. Թե 7-ի մեջ է, մի րոպե։ Faith comes by hearing. 17. Yeah, that's exactly what I said. Բայց մի քիչ վերևից կարդանք, որովհետև այնտեղ վերևից Պողոսը բան անում։ Okay. 14-ից երևի։ Yeah. Արդ ինչպես կկանչեն նրան, ում չհավատացին, կամ ինչպես կհավատան նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպես կլսեն առանց քարոզի։ Եվ ինչպես No, նորից։ Let's go to Romans 10:14 for a second. Արդ ինչպես կկանչեն նրան, ում չհավատացին։ Okay, so եթե ուզում եք Հիսուս հետ շփվեք, պետք է հավատաք իրան, բայց այս հավատալը մտքով չի Աստծո ժողովուրդ։ Ուզում եմ բոլորդ ուշադի լսեք։ Ես սա մասի շատ եմ խոսացել ու կարակ չվիճվեք, որտեղ պետքություն չկա։ Մարդը եթե Քրիստոսին չընդունեց, հոգին չի ունենա։ Այդ վերստին հոգին չի ունենա։ Եթե վերստին հոգին չունեցար, Հիսուսը կլինի գիտություն։ Այ օրինակ իմ ասենք բանը, Alexander Great-ը։ Դու չես կարա Alexander Great-ի հետ շփվես։ Ինքը մեռել է։ Բայց կարաս գիտություն ունենաս։ Հիտլերը, Ստալինը։ Ու այնքանը գիտություն կարաս ունենաս, բայց շփում չկա, հա։ So երբ որ Հիսուսին ընդունում ես, Աստված քո հոգիդ նորոգում է, new spirit է կոչում, այդտեղով է սկսում, այդ հոգին supernatural ձևով սկսում է շփվել Աստծո հետ։ Տեղից սկսում ես ճանաչել ու հասկանալ, otherwise there's no way. Go ahead. Կամ ինչպես կհավատան նրան, ում մասին չլսեցին։ So պետք է միշտ մեկը գնա Աստծո խոսք խոսա։ Կամ Համարյա վերջացրինք Աստծո, մի քանի րոպե սպասեք, we're almost done. Go ahead. Կամ ինչպես կլսեն առանց քարոզչի։ Այսպես կլսեն առանց քարոզչի, հա։ Եվ ինչպես կքարոզեն, եթե չուղարկվեն։ So մեկը պետք է գնա, ինչ որ մեկին Աստծո խոսք խոսա։ Next. Ինչպես որ գրված է. Ինչ գեղեցիկ են նրանց ոտքերը, ովքեր բարի ավետիս են քարոզում։ Բայց բոլորը չէ, որ ավետարանին հնազանդ եղան։ Yeah. Եսային ասում է. Տեր,
Մեր ավետիսնով հավատաց։ Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը Քրիստոսի խոսքից։ Alright, so հավատը լսելուց է, Աստծո ժողովուրդ։ So դուք պետք է Աստծո խոսքը լսեք։ Բոլորդ պետք է վկայեն։ Երբ որ Աստծո խոսքը լսեք, այն ժամանակ դուք կընդունեք Հիսուս Քրիստոսին։ Երբ որ Հիսուս Քրիստոսին ընդունեք, ասում կլսեն ու կդավանեն։ So Հիսուսը պետք է գա մտնի ձեր մեջը։ Հիմա մի հատ ասեմ ոնց։ Ստեփան մի հատ նորից կգաս եղբայր։ Ստեփանը այս րոպեն ընկերուհի չունի։ Կներեք։ Ասում thanks։ Ստեփանը այս րոպեն ընկերուհի չունի։ Արմենն է չունի։ Այսինքն դու controller չունես։ Հիմա քեզ խանգարող չկա։ Ստեղ մի հատ աղջիկ է գալիս։ Այս աղջիկը ստեղ դրսում է։ Բայց այդ աղջիկը պետք է մտնի քո ստեղով մտնի սրտիդ մեջ։ Հենց մտավ քաշվար։ Եթե ձեռդ պինդա, ջեբդ պինդա բացվելու է։ Իրան բացվելու է։ 100%։ Տենց են տղեկը քաշվում։ Տենում են հավանում են գցում են մեջները ու էլ չեն կարող հանեն։ Դե արի հանի դուս, չի դուս գալի։ Մանավանդ լավ, ինչ որիս անցնենք առաջ։ Ու մեկ էլ արդեն առավոտները զանգ է ստանում։ Էս ուր ես, ինչի՞ չես զանգում։ Ո՞վ է։ Ընկերուհիդ ով է։ Ինքը առավոտ 6-ին ելել է, դու էլ գիշերը աշխատել ես, բայց իրան չի հետա։ Քո մեջն է արդեն ուզես նամես ասում, արա 6-ին ես խի է զարթում։ Կարոտել եմ, արի։ Ու մեկ էլ տենում ես իրա մոտ ես, օտոմատիկլի։ Ինչ այլ է։ Նկատել եք տղեկ հենց սիրահարում են, էլ իրանց տունը մոռանում են։ Ասում եմ, ես լսել եմ շատ ջահելների, տուն չեն եթում։ Նոր տարին ասում է, ազիչ Բալեն ջան, այսօր մենք տնտանիքով չեմ կարող ընկերուս շունը սատկելա, պետք է գնանք թաղենք։ Մաման հիվանդանոցը չեմ կարող գամ։ Քուրիկը ոտի եղունգը սես մի պուճուր ներկը չի գնացել, պետք է գնանք ինչ ենք անում։ Բայց սաղ վաղտ է տաղջիկը տանում է իր օրտուն։ Դες բոլոր ուրախ են։ Except տղեկի ծնողները։ Yeah. Right. Այո, որ Հիսուսին կընդունես, Հիսուսն էլ նույն բանը կանի քեզ։ Ամեն առավոտ հենց աչքդ բացես, կասի, ես ստեղ եմ։ Պետք է տենց ընդունես Հիսուսին։ Ոնց որ քո ընկերուդ մտել է սրտիդ մեջ քեզ հորը խանգարում, հա։ Չենք կարող փոկենք։ Սիրահարվելուց վատ բան չկա։ Չես էլ կարում հանես համար, չգիտես ինչ բան կասես։ Clean the pipe. I'm just kidding, people. Love the սիրահարվելուց վատ լավ բան. It's the best. It's the best thing. It's the best thing. I'm not. Ես ուղղակի նենց ոմ քիչ դենամ քնածեք թե քնար մեկ քանի կան արդեն սենց են։ Հիսուսին ընդունելը Ստեփան ջան, պետքա նույն տարբերակով եղնի։ Դու քծիբ ես, կներես։ Ձեռդ պինդ, նույն շորերն ես հագնում 24 տարին 12 ամիս։ Բայց հենց այս աղջկան տենում ես, այս աղջիկը ասում է՝ «Յախք»։ Էս ինչ չես հագե։ Պետք է գնանք մորս տենանք, հորս տենանք, սենց որ գաս խայտարակ կլես։ Այս սաղ կյանքդ նույն շորն ես հագե։ Հենց աղջիկ ասեց, յախ գործերդ լավ չի։ Ստիպված թրաշդ մաքրի, որ մամատ ու պապատ 100 անգամ ասեն, արա ոնց որ տերորիստ ես, թրաշվի էլի, բայց մի հատ աղջիկ թրաշը հանում ավրից։ Ասեք թե սխալ եմ ասում։ Մեռանք ասելով այդ մուրուկը թանի, ոնց որ տերորիստ էր, I'm just joking, ուզում ես մուրուկ պես պայի, Ալլահ ակբար, բայց
Մաման պապա չեն կարում ուրուքանը մի հատ աղջիկ։ Արա ոչ քեզ հաց հատվե, ոչ ջուր հատվե, ոչ պայելա։ Հələ շորն է որ ասում է յախ, դու պետք է առնես։ Ու եթե իրան տարար, ասեց վայ, էսի իր համար է պետք է առնես։ Դա լավ չտանես։ Հիմա ինչ եղավ։ Ռիտա ջան, այդ որ enjoy some charge եմ անելու քեզ։ She thinks she's watching a movie. It's not a movie, it's a real story. She wants popcorn. Sense her antesa popcorn չկա։ Let me just finish saying. Հիսուսը պետքա քո սրտիդ մեջ գա ու այդ հետաքրքրությունը պետքա նույն ձևով եղնի։ Եթե դու քո ընկերուդ վայելում ես, ընկերուդ էլ քեզ է վայելում։ Եթե դու քո ընկերուդ համար հաճելի ես լինում, նույնն էլ նրա համար այդ ձևել Հիսուս պետք է գա սրտիդ մեջ ու դու սկսես իրանով ապրել ինքն էլ քեզանով։ Գնում ես հաց ուտելու մտածում ես Ռիտայի մասին, խանգարում է։ Տղեկ հետ չես կարել տեղ քնաս, պետք է տանես հետդ։ Մի բան էլ հանկարծ ընդեղ ասեց կռիվա, չէ՞։ Կանայք սիրում են կոռեկտ անեն տղամարդկանց։ Հիսուսն էլ ատենց, արդեն տեղ ես գնում, քեզ խանգարում է, մի արա, չի կարելի, մեղք է, փոխվի, ամոթ է, եկա մարդ ես։ Նույն բանն է, I'm just trying to explain։ Հիսուսին ընդունելը ոնց է։ Բայց եթե չկա այդ հարաբերությունը, էլի ինքը մնում է յախք վիճակի մեջ, ուրեմն դու ընկերույթ չունես։ Breathe upon me. Come on, Armin. Breath of God. You know this song? Breathe upon me, Spirit of the Lord. As I lift my hands and surrender to your name, Most High, I lead into your spirit, walking in your love. Jesus, I adore. That's right. Jesus, I adore. Jesus, I adore your holy name. Let's sing one more time. Breathe upon me, breath of God. Breathe upon me, breath of God. Breathe upon me, Spirit of the Lord. Jesus, we love you. As I lift my hands and surrender to your name, Most High, I lead into your spirit, my God, walking in your love. Jesus, I adore you. Jesus, I adore. My Lord. Jesus, I adore your holy name. Ambabakode deshende. Dejan shnorakal ենք, բաժանել. Breathe upon me. Let him play. Beautiful. Keep playing. Da 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 da. Make it more romantic, brother. Na na na. Da da da. Keep playing, keep playing. Da 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 da. Da 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 da. Keep playing, beautiful. Jesus, we love you. Jesus, we love you. You know, I hear the Lord says there's increase coming to your way, my brother.
You were singing here, and the Lord spoke to me. He says, "Tell him there's an increase coming to your way." And the Lord gonna bless you. There's an increase coming. Get ready. Jesus, we bless your name. Bless my brother and his life. Thank you for everything. Thank you for everything. Jesus, we give you praise and your Spirit. Give you praise, I give you praise, I give you praise. Hurry up, guys. Hurry up. Oh, yes. Walking in your love. All right. Աստծո խոսքի մեջ գրած է, որ ամեն անգամ իր մարմնից եւ արյունից երբ որ օգտվենք, հիշենք իրան, Ուզում եմ մի պահ ձեր աչքերը փակեք ու ասեք Հիսուսին ուղղակի շնորհակալ եմ քո մարմնիդ եւ քո արյունիդ համար։ Արյունը Աստծո ժողովուրդ, երբ որ Աստված ծածկում է մեզ, սատանան չի կարողանում տեսնել, չի կարողանում գտնել։ Մեզ պետք է շատ։ Եվ մեր կյանքը Աստծո խոսքի մեջ գրած է, որ նրա մեջ թաքնված է։ Ընդունեք Տիրոջ մարմինը Աստծո ժողովուրդ։ Հիմա այդ Տիրոջ արյունը, ընդունեք Տիրոջ արյունը Աստծո ժողովուրդ։ Oh yes, I lead, come on people, to your Spirit. Walking in your love. Jesus, we love you. Come on, step on, sing. Jesus, I adore you. Jesus, I adore. Oh, yes. Jesus, I adore your hope. Let's do it one more time. Come on, people, let's praise His name. He's a mighty God. Oh, yes. Breathe upon me, breath of God. My God. Jesus. I give you praise. I give you honor, Lord. Jesus, I give you praise and honor. Oh, yes, Lord. Baba, shende rebebe shende. Aye bekoye rebe shende. Jesus, I adore you. Jesus, I adore. You know, the Lord says, my sister, don't be afraid of what happened, because the Lord says, I'm watching every step you guys move, He said. Things will be changed, things will come, different things will come. And the Lord says, my daughter, your prayer and your husband's prayer, even the fasting, the cry you guys doing before me, I will bless you richly. And the Lord says, I'm going to bless you. Let your heart not be cold, but believe in me. In Jesus' mighty name. That's the word. Lord, bless your Spirit. Thank you, Lord.
Thank you, Jesus. Jesus. Thank you, Lord. Thank you, Jesus. Ուզում եմ բոլորդ իմ հետևից կրկնեք։ Ես այս տարի լինելու եմ հարուստ։ Գիտեք ինչ եմ ասում, որտեվ օրտության, ֆինանսական օրտության այդ օրտությունը ստեղ է Քրիստոսից։ Ընդունեք Տիրոջ այդ մեծ ողորմությունը։ Նորից ես այս տարի լինելու եմ հարուստ եւ իմ բոլոր պարտքերը փակվելու են եւ ես ունենալու եմ գումար, որպիսի օգտագործեմ իմ հաճույքների համար. Yeah, a pleasure in Jesus' name. Come on, people. In Jesus' name. Hallelujah. No more struggling. Hallelujah. Այսօր վերջացրինք։ Չմոռանաք օրհնեք Տիրոջը Աստծո ժողովուրդ։ Շնորհակալություն, որ եկել եք։ Աստված ձեզ օրհնի։ Բոլորը ձեր նվերներով օրհնեք Տիրոջը։ Շնորհակալություն։